Պիտանելիության ժամկետն անց կամ վտանգավոր սննդամթերքի իրացում, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառք, անձնական հիգիենայի և սանիտարահիգիենիկ նորմերի ոչ պատշաճ կիրառում։ Սրանք 2025 թվականի սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումների ընթացքում հաճախ հանդիպող խախտումներն են։ 2025 թվականի տեսչական մարմնի կողմից իրականացվել է ընդհանուր առմամբ 7569 վերահսկողական միջոցառում, պլանային և ոչ պլանային ստուգումներ, դիտարկում և մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում, հաճախ բացակայում են անվտանգության հավաստող փաստաթղթերը, ներդրված չեն լինում ՀԱՍՊ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, կան նաև դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են իրականացնել սանիտարական սպանդ և վաճառքի են հանում հիվանդ կենդանիներին։ ՍԱՏՄ-ի ղեկավարի խոսքով 2025 թվականի ընթացքում նախատեսված է եղել 10,010 պլանային ստուգում, որից իրականացվել է 697-ը։ 52 տնտեսվարողի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել, 645-ի մոտ հայտնաբերվել են։ Թե ինչու նախատեսված պլանային ստուգումներն ամբողջությամբ չեն կատարվել, մեկնաբանում է պաշտոնյան։ Բայց այդտեղ շատ կարևոր հանգամանք ունենք, որը պետք է հաշվի առնել, 313 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը, լուծարվել կամ փոխել գործունեության ոլորտը։ Այդ կազմակերպությունները պարզելու և արձանագրելու համար մեզ նույնպես պետք է ժամանակ, ռեսուրս, որպեսզի կարողանանք արձանագրենք իրանց այդ պահին իրական իրավիճակը։ Պլանային ստուգումներին առընթեր քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա իրականացվել է 685 ոչ պլանային ստուգում։ 365-ի դեպքում խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը ցույց է տալիս, որ բողոքները միշտ չէ, որ հիմնավոր են։ Սակայն յուրաքանչյուր ահազանգ ստանալու համար մենք նորից ու նորից ծախսում ենք ռեսուրս, ժամանակ, որպեսզի դրանք ևս կարողանանք պարզաբանել։ 320 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության, այս 320-ի մեջ ներառված են նաև հետագծելիության շրջանակում իրականացված ստուգումները։ 2025 թվականին իրականացվել է 886 դիտարկում, որոնցից 540-ի դեպքում արձանագրվել են անհամապատասխանություններ, դրանք վերաբերվում են ինչպես սննդամթերքին, այնպես էլ պեստիցիդներին։ Խախտումներ են հայտնաբերվել պաղպաղակի, հացի, կաթնամթերքի արտադրամասերում։ 2025 թվականին սննդամթերքի մասով իրականացվել է 673 դիտարկում, 517-ի դեպքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, մասնավորապես տեղ բացվածքը կա, հացի դիտարկման դեպքերում 413 դիտարկում է իրականացվել, 257-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, պաղպաղակի 16 դիտարկում 11-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, կաթնամթերք 219 դիտարկումից 80 խախտում, մսամթերքի 20-ից 8 խախտում։ 2025 թվականի ստուգումների ընթացքում կայացվել է արտադրական գործունեությունը կասեցնելու 200 որոշում, սակայն 131 տնտեսվարող սուբյեկտ վերսկսել է գործունեությունը։ Կայացվել է վարչական տուգանք նշանակելու 1455 որոշում։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 339 միլիոն դրամ։ Տարեվերջին բռնագանձվել է 270 միլիոն դրամ։ 4515 մշտադիտարկում իրականացվել է մսի իրացման կետերում, 265-ի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն, մնացած 786-ի դեպքում մշտադիտարկումներ են եղել սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում և հում կաթի ընդունման կետերում։ Այն, որ ես ասեցի մի փոքր ուշ ավելի մանրամասն կխոսեմ, աճը հենց պայմանավորված էր այս թվի հետ 4515 մշտադիտարկում, որը որ շատ մեծ քանակ է կազմում, սա անընդհատ շուկայում մսի իրացման կետերում վերահսկողության արդյունքում է, որ այս թիվը մեծացել է, ճիշտ է, հայտնաբերված խախտումները քիչ է, որը որ արդեն կարանք համարենք ողջունելի է և արդյունավետ, բայց ամեն դեպքում դա լինելու է շարունակական, խիստ վերահսկվող, որպեսզի մենք հստակ համոզված լինենք, որ այդ մեխանիզմը մեր մոտ աշխատում է։ Պետրոսյանը տեղեկացնում է մսի իրացման կետերում արձանագրված խախտումների ժամանակ առգրավվել և ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։ Հայաստանի Հանրապետությունում ամբողջ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է թունավորման 21 դեպք, որից մեծ մասը հանրային սննդի օբյեկտներում։ Արմալուրի հարցին ի պատասխան, թե ինչու երևանյան փողոցներում տեղակայված ճակերտավոր ասած սննդի օբյեկտների գործունեությունը չի վերահսկվում և չի կասեցվում, ՍԱՏՄ-ի ղեկավարը պատասխանում է. Մենք ուղղակի չենք կարող գնանք
ասենք բարև ձեզ, մենք եկել ենք ստուգման, մենք տեսչական մարմնից ենք եւ իրականացնենք որևէ գործողություն։ Ոչ, իրավական մենք որևէ հիմք չունենք, այսինքն մեր հիմքերը իրենք պետքա լինեն կամ ներառված պլանային ստուգման մեջ, կամ պետքա լինի բողոք, մենք գնանք իրանց մոտ ոչ պլանային ստուգումով։ Մենք անցյալ տարվա ընթացքում արդեն այդ նախագիծը տվել ենք առաջ եւ հույս ունենք, որ այս տարի կընդունվի իրավական տեսանկյունից եւ մենք ունենանք այդ լիազորությունը հստակ քանակի, այսինքն արագ արձագանքման բաժնի տեսուչները կկարողանան իրականացնել ստուգում յուրաքանչյուր ցանկացած կետ, որ իրանք անցնեն կտեսնեն ինչ-որ մի բան չի համապատասխանում նորմատիվ իրավիճակին, կասեն բարև ձեզ, մենք եկել ենք կներկայանան եւ կիրականացնեն ստուգումը։ Միայն նախորդ տարվա 5 ամսում սննդային թունավորման 77 դեպք էր արձանագրվել, որից 14-ը պայմանավորված բոտուլիզմով, 2-ը ստաֆիլոկոկով, 5-ն այլ մանրեային չճշտված սննդով, իսկ 56-ը սնկերով։ Ըստ տեսչական մարմնի ղեկավարի, այսուհետև թունավորումների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը լինելու է վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումը, որը կգործարկվի ընթացիկ տարում։ Հասմիկ Ֆահրեդյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։